Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հաջորդ թիվ ինչ եք պահանջում հիմա կառավարությունից եւ քայլեր ինչ եք անելու։ Հիմա եւ միշտ կառավարությունից պահանջել ենք պատասխանատվություն։ Մենք արդեն նշեցինք, որ սա պետական պատասխանատվության հարց է, որ սա քաղաքացի պետություն հարաբերությունների հարց է եւ սա միայն տուժած քաղաքացիների կամ զեղծարար խմբերի կիբերհանցագործների հարց չէ։ Սա ուղղակի պետությունը ունի պարտականություն կանգնելու տուժած քաղաքացիների կողքին, վերականգնելու քաղաքացիների ֆինանսական իրավունքները եւ պետությունը ունի պարտականություն ֆինանսական անվտանգ միջավայր ստեղծելու։ Ֆինանսական անվտանգ միջավայր մենք չունենք։ Մենք արձանագրում ենք բազմաթիվ դեպքեր բանկերում, մենք արձանագրում ենք հարյուրավոր մեր թիկունքում կանգնած են հիմա հարյուրավոր մարդիկ, ովքեր դարձել են ներդրումային խարդախությունների զեղծարար հարթակների զոհեր եւ հնդածս մեղադրանքի են արժանացել պետական տարբեր մարմինների կողմից, հաճախ մենք լսել ենք դեպքեր, որ քաղաքացիներին ասել են ուր է ձեր գլուխը, որ գումարներ եք փոխանցում, եկեք մի օրինակ բերենք, հա, օրինակ, քաղաքացին ունի օրենսդրական պարտականություն հասկանալու այս կամ այն կայքը, օրինակ, ավելի նեղացնենք օրինակը, ինչպես էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության կայքի անունը, հա, ուրեմն citizen contact կամ citizen contract, ընդամենը մի տառով է տարբերվում եւ ես այս պահին անգամ չգիտեմ եւ որևէ քաղաքացի պարտականություն չունի իմանալու, թե որևէ կուսակցության պաշտոնական կայքի հասցեն ինչպես է։ Իսկ պաշտոնական կայքը նույնությամբ կրկնված է եւ քաղաքացին չի կարող տարբերել եւ քաղաքացին հնարավոր է որ մտնի կոնտակտի մեջ չհասկանալով թե որն է իրական կայքը, հա։ Այս դեպքում երբ որ քաղաքացին խաբվել է, այս եւ նմանատիպ բազմաթիվ դեպքերում քաղաքացին խաբվել է, Երևան City-ի օրինակը կարամ բերեմ, City Bike-ի օրինակը կարամ բերեմ, Aurora-ի օրինակը կարամ բերեմ, բազմաթիվ դեպքեր կարամ բերեմ, որ իրական էլեկտրոնային կայքերի անվանումներից գրեթե մեկ տառով է տարբերվում կամ էլ կետից հետո am.com անվանմամբ է տարբերվում, org անվանմամբ է տարբերվում, որ հեշտությամբ էլ կարող է այդպես լինել եւ հեշտությամբ էլ քաղաքացին կարող է ծուղակում հայտնվել։ Բա քաղաքացին պաշտպանություն չունեն, հա։ Բա քաղաքացին պետությունից, իշխանությունից, կառավարությունից չպահանջի, ումից գնա պահանջի։ Բա մենք էլ ինչ ենք պահանջում։ Պահանջում ենք տարական պարզագույն բան։ Ընդամենը անվտանգություն, ընդամենը անվտանգ միջավայր, ընդամենը քաղաքացիների կորսված գումարների փոխհատուցում, պետքա հստակ, ինչև էսօր սեղանին դրված չի փոխհատուցման մեխանիզմները։ Հիմա դուք ում եք ուզում կառավարությունից տեսնել, թե չեք ուզում ինչ-որ մեկ այդ հանդիպում ունենալ։ Ես շատ կուզեի տեսնել հենց կառավարության առաջին պատասխանատուին Նիկոլ Փաշինյանին, այն որ գնում է տարբեր համայնքներ, այն որ մարդկանց աշխատանքից է հարցնում, նյութականից է հարցնում, արդարությունից հարցնում, հա։ Արդյոք ունենք արդար միջավայր, արդյոք ունենք արդար դատաքննություն, արդյոք ունենք արդար ֆինանսական համակարգ։ Այս մասին ես բազմաթիվ հարցեր ունեմ, ինչը մնում է չլուծված, որտեղ չկա պետական պատասխանատվություն, չկա քաղաքացիների իրավունք, ասած հասկացողություն, քաղաքացիների բոլորի իրավունքները ամեն ձևով խախտված են։ Սա արդեն անհանդուրժելի իրավիճակ է առաջացնում երկրում։ Դուք պատկերացնում եք 100,000-ից ավելի մենք տուժած, զեղծարար հարթակներում տուժած քաղաքացիներ ունենք, որոնք ներողություն արտահայտությանս համար տարիներ ի վեր, 2-3 տարի է, ինչ այսպես ասած անտեր են մնացել ներողություն արտահայտությանս համար։ Գործերը քննվում են, քննվում են, չունենք մեկ դեպք, չունենք մեկ քաղաքացի ում իրավունքները վերականգնված են։ Դուք հասկանում եք, մենք 10%-ի մասին չենք խոսում, մենք 1%-ի մասին էլ չենք խոսում, մենք 0.1%-ի մասին ենք խոսում, 0.1%-ի ֆինանսական իրավունքները չվերականգնվեն, փոխհատուցում չտրամադրվի, որ քաղաքացիները վստահեն պետությանը։ Մենք նաև մեր գործողություններով ինչ ենք անում։ Վերաիմաստավորում ենք պետական տարբեր համակարգերի
գործունեությունը, նշանակությունը, վստահությունը պետական տարբեր ինստիտուտների նկատմամբ, բա քաղաքացիները զանգվածաբար թալանի ենթարկվեն, տուժեն, կորցնեն մեծ գումարներ ու համարձակություն չունենան գնան հանցագործության մասին հայտարարություն տան, կամ ինչի պիտի հանցագործության մասին հայտարարություն տան, եթե քաղաքացիների իրավունքները այդպես էլ չեն վերականգնվում։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին քարոզարշավն է սկսել եւ դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ այդ այցերի շրջանում նրանք այցելում են տարբեր մարզեր, քաղաքացիներից են հետաքրքրվում աշխատանք եւ այլն, եւ մենք կադրեր ենք տեսնում, թե ինչպես է երկրի առաջին դեմքը, ինչ որ կարկանդակ, եգիպտացորեն եւ նմանատիպ այլ բաներ ուտում։ Միգուցե դրա պատճառով ժամանակ չունի այս հարցերին անդրադառնալու համար, ինչ կարծիք ունեք դուք։ Թող ուտեն, ինչ ուզում են ուտեն, հալալ լինի, թող անօրինական փողեր չուտեն, իմ մտահոգությունը սա է։ Եվ եթե քաղաքացիների ֆինանսական իրավունքները չեն վերականգնվում, իսկ Հայաստանի ներսում այսպես հերոսական հռետորաբանությամբ բերման ենթարկված խմբերից բռնագանձում են օրինակ 410 միլիոն դրամ, այդ փողերը ինչա լինում, արդյոք չի գնում պարգևավճար։ Մենք պարգևավճարներին դեմ չենք, թող գնան պարգևավճարներ, բայց այն դեպքում եթե կա իրական աշխատանք, եթե կա իրական քաղաքացիների իրավունքների վերականգնում, եթե այդ աշխատանքների մեջ կա արդյունք, աշխատանքը չափվում է արդյունքներով, արդյունքները մնում են 0, ինչքան վիրավորական է, որ մենք մի հոգի, մենք օրինակ չունենք, դատախազությունը քննչական կոմիտեն օրինակ չունի, որ կանգնացնի, ասի, պարոն Կարագոզյան, մենք 3 տարի աշխատել ենք եւ 3 տարվա ընթացքում մեկ քաղաքացու, այս քաղաքացու ֆինանսական իրավունքները վերականգնել ենք։ Ինչքան կարելի է վիճակը այսպես բարձի թողել, ինչքան կարելի է մենք պետությանը պարտավորեցնում ենք պատասխանատվություն կրելու։ Պետական անգործության հետևանքով, պետական ձախողման հետևանքով քաղաքացիները կորցրել են գումարներ եւ կրել են նյութական վնասներ եւ մնացել են պարզապես անհույս։ Քանի տարի է, որ այս Հելոբիթ ու նման հաշտարակները կան։ Հելոբիթը Հայաստանում գործել է 14 ամիս, բայց Հելոբիթից առաջ հարթակներ եղել են, հարթակներ կան եւ հարթակները կշարունակեն լինել Հայաստանում, Հայաստանը կդառնա զեղծարար հարթակների բուծարան, եթե շարունակվի նման այս անպատասխանատու իրավիճակը։ Պետքա լուծումներ են պետք։ Սրանք նոր հանցագործություններ են, հին օրենքներով, նոր հանցագործությունները ոչ միայն կանխարգելել չեն կարողանում, այլ հին օրենքներով տուժած քաղաքացիների օրենսդրական իրավունքները, ընդհանրապես իրավունքները վերականգնել չեն կարողանում։ Զրո արդյունքները մեզ չեն բավարարելու, պայքարը շարունակվելու է, սա միայն բողոքի ակցիաներ չի, սա պայքար է։ Մենք եկել ենք պահանջելու արդարություն, մենք եկել ենք պահանջելու պատասխանատվություն, մենք եկել ենք պահանջելու փոխհատուցում։ Շնորհակալություն։ Վաղը մենք այստեղ փաստորեն վաղը կառավարությունը նիստ ունենալու։ Մենք ակնկալում ենք, որ անպայման այդ նիստին կքննարկվեն ցավալի հարցերը, որոնք վերաբերվում են քաղաքացիների իրավունքներին։ Շնորհակալություն։